Որովհետև Տիրոջ արյունը խոսում է եւ Տիրոջ արյունը գործում է միշտ, ինչպես կարդում ենք Աստծո խոսքի մեջ, եւ այդ արյան շնորհիվ է, որ մենք այսօր այստեղ ենք, չէ՞։ Այդ արյան արժանիքն է, որ մենք Աստծո զավակ ենք դարձել, ուրտյալ լինի եւ մնանք այդ արյան պաշտպանության տակ միշտ եւ գիտակցելով ու հավատալով եւ արժեվորելով ու կարեւորելով, որ արյունը շարունակ գործում է եւ խոսում է եւ մաքրում է եւ սրբում է։ Եվ Տեր ուզում է այդ հավատքը տեսնի մեր մեջ եւ արյան նկատմամբ այդ վերաբերմունքը տեսնի, որովհետեւ խիստ կարեւոր եւ անփոխարինելի ծառայություն կամ գործ արել եւ անում Տիրոջ արյունը։ Տիրոջ օգնությամբ այսօր ուզում եմ խոսել ես, սրտիս ինչ որ դրվել է, ես հավատում եմ, որ Տիրոջ հոգուց է այն ինչ որ խոսելու եմ։ Իհարկե պատասխանատու է շատ այդպիսի հայտարարություն անելը, որ այն ինչ որ մենք խոսում ենք, իսկապես դա Աստված պատգամել է, թե չէ։ Եվ Ավետարանի սկզբունքը դա է, որ մենք կարևորենք բոլոր մեր անելիքների մեջ, գործերի մեջ, կարևորենք այն, ինչ որ Աստծո խոսքը Ավետարանը կարևորել է եւ կարևորում է։ Եվ ուզում եմ այսօր խիստ կարևոր այդ հարցի մասին նորից բարձրաձայնել եւ ասել, որ ամեն ճշմարիտ Աստծո զավակ ահա այդպես պիտի վերաբերվի այս կարևոր հարցի հետ։ Ուրեմն մի դժվարություն ստեղծվեց Պողոսի Բարնաբասի ծառայության ժամանակ եւ ասում է Հրեաստանից եղբայրներ էին եկել եւ այդպես սովորեցնում էին, որ պիտի թեկուզ ընդունել են նրանք Քրիստոսին, հավատում են, բայց պիտի նաեւ Մովսեսի օրենքից պահանջներ կա, որ դա էլ պիտի կատարեն, այնտեղ թլպատություն եւ այլն։ Եվ վեճ եւ տարաձայնություն առաջացավ եւ կարդում ենք դա 15-րդ գլխում է գրված գործկարակելոց եւ եղբայրները ստիպված եղան գնալու Երուսաղեմ, որպեսզի հանդիպեն առաքյալների հետ, եկեղեցու ավակների հետ եւ խորհուրդ անեն։ Եվ վերջապես այնտեղ խորհուրդ արեցին եւ տարբեր ուրեմն տեսակետներ հայտնեցին տեղի եղբայրները, բայց Պետրոսը ոտքի կանգնեց եւ որպես ամփոփիչ խոսք կարևոր շատ բան ասեց եւ այդ խոսքից հետո ուզում եմ կարդալ այդտեղի ես նրանք նամակ գրեցին այդ խնդրի լուծման հետ կապված, որ առաջ էր եկել եւ կարճ բովանդակությամբ նամակ էր դա, բայց այդ հատկապես մեկ խոսքի վրա եմ ուզում ուշադրությունները հրավիրել, որ այդտեղ գրված է նամակի մեջ 28 խոսքն է 15-րդ գլխի ասում է վասնզի աղե գերևցավ Սուրբ Հոգին ու մեզիալ ձեր վրա ավելի բեռ չդնել այս հարկավոր բաներեն զատ եւ նշում է այնտեղ թե ինչերից զգուշանան, ինչերը պահեն, ես դրա վրա հիմա կանգ չեմ առնում ուզում եմ այս խոսքը նորից կարդալ վասնզի աղե գերևցավ Սուրբ Հոգին ու մեզիալ աղեկ երևցավ ոչ միայն մեզ, այլ նախ եւ առաջ Սուրբ Հոգուն։ Սա եղել է այն սկզբունքը, որ Տիրոջ եկեղեցի մեջ դրվել է, հաստատվել է, կարևորվել է առաքյալների շրջանից եւ դրանից հետո էլ, բայց ցավոք դարերի ընթացքում, հետագա ժամանակներում այս սկզբունքը խախտվեց։ Եվ կարևորվեց գնալով ավելի ու ավելի մարդկային դերը, մարդկային վերջապես այդ իմաստությունը եւ այլն եւ որքան հետագայում խորհուրդներ եւ եկեղեցու մեջ օրենքներ մեջ բերվեցին կամ ներդրվեցին, որոնց հետ Սուրբ Հոգին կապ չուներ։ Եվ
ցավալիորեն գնալով եկեղեցին ավելի կորցրեց այն պատկերն ու նկարագիրը, որ ի սկզբանե ուներ։ Եվ որպես դրա վառապացույց ինչը եղավ, Տիրոջ ներկայության գնալը եկեղեցուց։ Որտեվ եկեղեցին Քրիստոսինն է եւ Քրիստոսն է եկեղեցու գլուխը, եւ ինքն է այդպես կարգը այդ պայմանը դրել եւ հաստատել, որ եկեղեցին պիտի կառավարվի Սուրբ Հոգով, Սուրբ Հոգուց։ Իհարկե համապատասխան եղբայրների, առաջնորդների նաև միջոցով, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ առաջնորդները այն ժամանակ դեռ ահա այս ուրեմն խոսքերն են գրում եւ հայտնում, որ խորհուրդը ինչ որ արեցինք մենք, նախ հաճելի եղավ, աղեկ եղավում Սուրբ Հոգուն, հետո նաև մեզ։ Թե անհատի կտրվածքով ասենք, անհատի որպես ամեն մեկս որպես Աստծո զավակ, երբ մենք ինչ որ խորհուրդ ենք անում, ինչ որ բան ենք ծրագրում, ինչ որ բան ենք մտածում, որքան լավ է, որքան ցանկալի է եւ վերջնարդյունքում որքան բարի կլինի, եթե ամեն Աստծո զավակ ինչ խորհուրդ որ անում է, ինչ ծրագիր որ ծրագրում է կամ մտածում է, որ պիտի իրականացնի այդ ծրագիրը, այդ խորհուրդը անի անպայման Սուրբ Հոգու հետ։ Որտեղ Սուրբ Հոգին չի եկել ուղակի մեր մեջ, ասենք, լեզուներ խոսելու, հրաշքներ անելու, չէ, Սուրբ Հոգին նախ եւ առաջ եկել է։ Ես ուզում եմ կարդամ ինչու է եկել Սուրբ Հոգին։ Ուրեմն 16-րդ գլխում Հովանու ավետարանի, սա կարևոր է շատ, Տիրոջ խոսքն է, անմիջապես ինքը Տերն է ասում, 13 խոսքը, 16-13 Հովանու, իսկ երբ ինք ճշմարտության հոգին գա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդի ձեզի։ Նրա գալու նպատակը որն է, որ ամեն ճշմարտության առաջնորդի, ամեն ճշմարտությունից ծնվածի, ամեն Աստծո զավակի եւ ամբողջ եկեղեցին իհարկե։ Եվ ամեն ճշմարտությունը նաև այդ իմաստն ունի ամբողջ ճշմարտությանը առաջնորդի։ Իսկ ամբողջ ճշմարտությունը ով է, Քրիստոսն է։ Հովանու 14:6-ում Հիսուսն ասում է ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ուրեմն այդ Քրիստոսին բերողը, Քրիստոսին հայտնողը դեպի այդ ամբողջ ճշմարտությանը առաջնորդողը եւ ճանաչեցնողը նա է ճշմարտության հոգին, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Դրա համար ասում է, երբ որ նա գա, ահա այս բանը կանի ձեր մեջ։ Եվ Սուրբ Հոգու գալու նպատակը իսկապես նա բացարձակ դեր եւ առաքելություն ունի եկեղեցու ձևակառուցման, հաստատման եւ եկեղեցու բոլոր չափանիշները, երկնային այն չափանիշները, որ Աստված նկատի ունի, եկեղեցու մեջ ի հայտ բերելու եւ իրականացնելու։ Որտեւ եկեղեցին երկրավոր, միավոր չի, երկրավոր ծագում չունի։ Եկեղեցու ծնունդը ծագումը երկնքից է։ Եվ եկեղեցու բոլոր կարգը, կանոնը, չափանիշները, որ գրված են ավետարանի մեջ, երկնային համապատասխան այդ բոլոր մանրամասնություններով անգամ պիտի իգործ դրվեն կամ պիտի իրականացվեն երկրի վրա, եւ այդ process-ը սկսվել է առաքյալների ժամանակներից, չէ, եկեղեցին երկրի վրա դեռ գտնվում է իհարկե անդադ սերնդափոխություն լինելով, բայց վերջնարդյունքում, երբ որ ըստ մեր Տիրոջ խոստումի, նա է ասել, երբ որ նա կգա, չէ, նա գալու է եկեղեցու հետևից եւ գալու է, որ ինչպես Փեսան հարսի հետևից։ Եվ երբ որ նա գա, այդ պահին Հովանեսն է ասում, Հովանես առաքյալը Հիսուսի աշակերտը իր նամակի մեջ ասում է, հայտնի չի ինչ պիտի լինի մեզ հետ, բայց երբ որ նա գա, երբ որ նա հայտնվի երկրորդ անգամ, մենք անորպես պիտի լինենք։ Այսինքն լրիվ Սուրբ Հոգին պիտի այդպես
իր ուրեմն գործը ավարտի հարսի վրա այն սկսած գործը հարսը բերվի այն կարգավիճակին, այն տեսքին, այն բովանդակությանը անմնացորդ նվիրված այդ հարսը Փեսային պիտի այդ պահին ուրեմն լրիվ համապատասխանի Փեսայի ճաշակին։ Եվ մենք ամեն մեկս գտնվում ենք այդ հարսի մեջ, չէ, եւ հավատում ենք, որ մեզ նույնպես տրված է այդպիսի երջանիկ խոստում, որ մենք նույնպես պիտի դիմավորենք նրան, բայց որպեսզի մենք չվրիպենք, որպեսզի մենք ավելի վատ բան չասեմ կամ ինչու չասեմ, չլինի թե վերջում խաբված կանգնենք Տիրոջ առաջ, մեր ապահովությունը կախված է կամ վերջնարդյունքը, որ ավարտվի Աստծո ուզածի պես, ամբողջովին կախված է Սուրբ Հոգու հետ մեր հարաբերություններից։ Լսում ես սիրելի օքի, երկինք գնալու այդ խոստումը, որպեսզի իրապես կատարվի քո վրա եւ վերջնարդյունքում դու կանգնես քո Տիրոջ առաջ եւ ցնծությամբ դիմավորես նրան, կախված է Սուրբ Հոգու հետ, որ եկել է քո մեջ այդ գործն անելու, նրան իրապես հնազանդվելուց։ Եթե այդ հնազանդությունը, եթե այդ փոխհարաբերությունները դու ես չկարևորենք Սուրբ Հոգու հետ եւ իրոք միշտ այդ սկզբունքը չկիրառենք, ինչ որ խոսում եմ, ինչ որ մտածում եմ, ինչ որ ծրագրում եմ, չբերելով, չպարզաբանելով Սուրբ Հոգու հետ, արդյոք Սուրբ Հոգի իսկապես սա քո խորհրդով է։ Այս միտքը քեզանից է, այս ծրագրի հեղինակը դու ես։ Եթե մենք նրա հետ չհամաձայնեցնենք մեր բոլոր խորհուրդները, մենք վերջում տանուլ կտանք։ Եվ կարևոր այդ խոսքն էլ ես ուզում եմ Կորինթացիներից երկրորդ Կորինթացիների 3:17-ը կարդամ, երբ իսկապես հոգին կարևորված է այնպես, ինչպես պիտի կարևորվի, եւ նրան տրված է այն տեղը, որի համար կամ որին նա արժան է, ինչի համար նա եկել է, ահա թե ինչու է եկել եւ նորից նպատակային ինչ գործառույթ իրականացնելու։ Տեսեք, արտերը հոգին է, մեծատարով է գրված, արտերը հոգին է։ Եվ ուր որ Տիրոջ հոգին կա, ուր որ Տիրոջ հոգին կա, հոն ազատություն կա։ Սա ասում է ավետարանի խոսքը, Աստծո խոսքը, ուրեմն արտերը հոգին է, ուր Տիրոջ հոգին կա, այնտեղ ինչ կա, այնտեղ ազատություն կա։ Սուրբ Հոգին եկել է, որ մեզ ազատություն բերի։ Այն ազատությունը, այն ճշմարիտ ազատությունը, որ Քրիստոսով իրականացվել է խաչի վրա, այդ ազատության համար վճարել է Հիսուսը, բայց այդ ազատությունը բերողը եւ որպես իրականություն մեր մեջ դրսևորողը Սուրբ Հոգին է։ Եվ ինչից ազատության, ինչ ազատության, ազատություն այն օդի իշխանից, որի իշխանության տակ նաեւ մենք ապրում ենք, որ ներգործում է այսօր ողջ մարդկության վրա, ովքեր իհարկե Աստծո իշխանության տակ չեն։ Եվ ազատություն հին մարդու խնդիրն է լուծել մեր Տերը խաչի վրա, բայց նորից, որպեսզի քո հին մարդուց դու ազատ ապրես, այդ հին մարդը չգործի քո մեջ այլևս, այդ խնդիրը լուծողը նորից Սուրբ Հոգին է։ Ճշմարտությունը քո մեջ կյանք դարձնելով Աստծո խոսքի հայտնությունը բերելով քո սրտի մեջ, հաջորդը քո եսից է Սուրբ Հոգին եկել ազատելու քեզ, քո եսակենտրոն էությունից, քո թագավորությունից մարդկային, քո իշխանություն, դու ես քեզ իշխել ու թագավորել քո եսը։ Սուրբ Հոգին Տերը գինը վճարել է, որ Հոգին գա եւ դա մեր մեջ որպես արդեն իրականություն դրսևորի քո եսից եւ իհարկե նաեւ մեղքի իշխանությունից, որ դու այլևս մեղքի տակ չապրես կամ մեղքի իշխանության տակ չապրես, այդ բոլոր խնդիրներից ազատողը Սուրբ Հոգին է։
Նա եկել է որ դա անի, բայց այստեղ ուշադրություն դարձրեք, որտեվ եթե այդպես հարց տանք ամեն մեկիս, ովքեր մկրտված են Սուրբ Հոգով, վերստին ծնված են, դե այստեղ ասում է ուր Սուրբ Հոգին կա, հոն ազատություն կա։ Դե յուրե այդ ազատությունը կա։ Իրոք, ովքեր վերստին ծնվել են այդ հոգուց, Աստծո խոսքից եւ Աստծո հոգուց, վերստին այդ ծնունդը իսկապես ունեն, այնտեղ դե յուրե գիտեք, իրավաբանորեն այդ արտահայտությունը լսել եք երևի։ Բայց դե ֆակտո կամ փաստացի նայում ես այդ ազատությունը չկա։ Ինչու չկա։ Ախր չէ որ Աստծո խոսքը ասում է որտեղ Սուրբ Հոգին կա, հոն ազատություն կա։ Այսօր որքան հավատացյալներ տարբեր բաների, այդպես ասած դեռ խնդիրների, պրոբլեմների մեջ այդ ներքին, չգիտեմ, դժվարությունները իրենց սրտերի մեջ դեռ շարունակում են փորձում են հաղթահարել, ել չեմ ասում վախերի մեջ, տարատեսակ վախերի։ Ինչու պիտի Աստծո զավակը վախերի ներքո ապրի։ Ասում է ուր Տիրոջ հոգի կա, հոն ազատություն կա։ Այդ վախերից ինչու չես ազատվում դու սիրելի հոգի։ Այդ փաստացի այդ ազատությունը երբ է գալիս։ Ահա բացատրող խոսքը հենց առաջի մասն է այս խոսքի։ Ուշադիր լսենք։ Արտերը հոգին է։ Արդյոք նա եկել է եւ քո մեջ Տեր է որպես ապրում։ Դու տվել ես նրան այդ Տիրոջ տեղը իրավունքը, պատիվը եւ տալիս ես արդյոք ամեն օր եւ նա էլ քեզ չի ազատել։ Խնդիրը սրա մեջ է, սիրելի հավատացյալ, որտեվ այդպես է ասում, արտերը հոգին է։ Հիմա Հիսուսը գնաց ասեց, ես ուրիշին եմ ուղարկում, բայց նա ուրիշ ասելով, որպես անձնավորություն, բայց նա նույն Քրիստոսի հոգին է, արտերը հոգին է։ Երկրի վրա Տերը Քրիստոսն էր աշակերտների հետ քայլում էին, ապրում էր, գործում էր, բայց նա գնաց եւ ասեց, կգա մխիթարիչը։ Արտերը հիմա եկել է։ Տերը եկել է ուր, եկել է եկեղեցու մեջ։ Ճիշտ է նա աշխարհի վրա է, բայց եկել է եկեղեցուն պատրաստելու այդ ամենաթանկ գործը աշխարհի վրա իրականացնելու Աստծո համար։ Եկեղեցին, որ հայտնվի եւ եկեղեցին պատրաստ, երբ ժամը գա դիմավորի իր Տիրոջը, իր Փեսային։ Այդ գործընթացը ընթանում է դեռ։ Բայց դու գործակից ես այդ Սուրբ Հոգուն, բայց դու այդ տեղը տալիս ես, տվել ես Սուրբ Հոգուն, որ նա քեզանից նույնպես պատրաստի այն նոր մարդը, որ հավաքական այդ նոր մարդու մեջ դու էլ քո տեղն ունենաս եւ երկին գնալու այդ իրավունքը իսկապես որ տրված է դու ձրի շնորհքով որ ստացել ես տանուլ չտաս իրոք ապրես հանուն այդ նպատակի, այդ մեկ պահի համար ապրես, որ ես չվրիպեմ այդ պահը, որ ես հանդիպեմ նրան։ Ամեն ինչ իսպաս դնենք, ամեն ինչ ներդնենք, որ կարևոր այդ նպատակը չվրիպենք, երբ Տերը գա, երբ Տերը որոշի ինձ տանի, իսկ դա կարող է անպայման չի, որ ընդհանուր այդ հափշտակության ժամանակ լինի, կարող է մեզանից ոչ քչերը պիտի երկրի վրա ավարտեն կյանքը, չէ՞։ Եվ հենց որ ավարտեցին, արդեն Տերը եկավ այդ մարդկանց համար։ Արդեն էլ ոչինչ փոխել չի լինի, այդ հանդիպումը ուզում եմ ասել, այդ հանդիպման համար մենք պիտի ապրենք, որ հանուն այդ հանդիպման մենք ոչինչ չխնայենք։ Եվ որպեսզի նորից եմ ասում, դա կատարվի Սուրբ Հոգու հետ այդ հարաբերությունները պիտի այդքան մոտիկից լինեն եւ ամեն հարց, ամեն խորհուրդ պիտի խորհրդակցվի, պիտի անպայման Սուրբ Հոգու տեսակետն ու կարծիքը ճշտվի, իմացվի, իսկ Տեր դու ո՞նց ես ուզում, որտեվ ասում է արտերը հոգին է։ Նա եկել է որպես Տեր կառավարի առաջնորդի մեզ։ Եվ համապատասխան վերաբերմունք է ակնկալում մեզանից, ասում է, եթե ես Տեր եմ, ուր այն պատիվը, չէ։ Բաղաքյա մարգարեության մեջ։ Մեր վերաբերմունքը այդպիսին է արդյոք։ Մեր եսի թագավորությունը իրոք նրա ոտքերի տակ մենք խնդրել ենք որ նա օգնի եւ մենք դնենք եւ նա լինի Տեր երկու Տեր չլինի մեր մեջ համ մեր եսը համ Սուրբ Հոգին օրհնյալ լինի Տիրոջ անունը գիտեք ցուցիչներ կան չէ հռոմեացիների 14-17-ում ասում է վասնզի Աստծո արքայությունը
Ինչ է, կերակուր ու խմելիք չէ։ Ինչ է շարունակության մեջ ասում է Աստծո արքայությունը, արդարություն, խաղաղություն է եւ խնդություն է Սուրբ Հոգով։ Բնագրում ավելի Սուրբ Հոգու մեջ։ Ուրեմն Աստծո արքայությունը, որ Տերը բերել է մեր մեջ, եւ մեզ էլ բերել է այդ թագավորության մեջ, ինչ է իրենից ներկայացնում, ասում է նախ ուտելիք խմելիք չի, աշխարհի երկրավոր մի բան չի, այլ արդարություն, Աստծո արդարությունը, այնուհետև խաղաղություն, երբ վերականգնված է Աստծո արդարությունը, հայտնվում է նրա խաղաղությունը, երբ հավատացյալը կորցրել է խաղաղությունը, թող անպայման առաջինը ստուգի, ինքը Աստծո արդարությունից դուրս է եկել, արել է մի բան, որ Աստծո արդարությանը դեմ է արդյոք, ուրեմն հաջորդը խաղաղություն, անբացատրելի, իրոք ամեն մտքից վեր, Աստծո խոսքն է ասում, Աստծո խաղաղությունը, ամեն մտքից վեր, եւ ովքեր ճաշակել են ու ճաշակում են, ունեն, նրանք գիտեն ինչի մասին եմ ես խոսում, հետո այդ խաղաղությունը, հաջորդը խաղաղությունով նաև ինչ է դրսևորվում ուրախություն, խնդություն։ Այն Պողոս որ ասում է ամենատեն ուրախ եղեք, հենց այնպես չի ասում։ Դրա համար հիմք ունի ինքը, որտեղ եթե դու այդ թագավորության մեջ ես, եւ այդ թագավորությունը քո մեջ է, դու պետք չի ուրախություն սարքես։ Դու պետք չի ինչ որ բաներ գտնես, որոնցով ուրախանաս։ Ուղղակի այդ ուրախությունը, այդ խնդությունը քո սրտում է, իրական է, շարունակական է, Սուրբ Հոգով, Սուրբ Հոգու մեջ։ Եվ սա ուզում եմ ընդգծել, Սուրբ Հոգին ոչ միայն եկել է մեր մեջ, նա եկել է, որ մեզ էլ առնի եւ առել է իր մեջ։ Բայց ամբողջ հարցը նրանում է, մենք կենում ենք նրա մեջ, թե չէ։ Այն Հիսուսը, որ ասեց Հովանու 15-ի 5-ում, ասում է, թե 6-ում, ասում է, իմ մեջը սկեցեք, չէ։ Այսինքն 4-ում 4-ից է, վերջապես այդ հատվածում, որ թատունք է, ասում է, իմ մեջը սկեցեք, այդ կենալու խնդիրը կա, նա եկել է, որ մեզ իր մեջ առնի, և մեր մարդկային այդ թագավորությունը միշտ բնախ զոհասեղանի խաչի վրա, և մեր Տիրոջ թագավորությունը ինչով է տարբերվում մնացած թագավորություններից, աշխարհում եղել են ու կան, չէ, թագավորություններ։ Բոլոր թագավորները իրենց թագավորության մեջ են։ Բայց մեր թագավորը ոչ միայն ինքն է իր թագավորության մեջ, այլ իր թագավորությունը թագավորի մեջ է։ Օրհնյալ լինի նրա անունը։ Աստծո թագավորությունը Աստծո մեջ է։ Ինքը իր թագավորության մեջ է եւ թագավորությունը իր մեջ է։ Դրա համար լինել, կենալ Աստծո թագավորության մեջ նշանակում է լինել, կենալ Քրիստոսի մեջ, թագավորի մեջ եւ թագավորը քո մեջ։ Ինչ հրաշալի իրականություն, որի համար Տերը այդ գինը վճարել է խաչի վրա, բայց որքանով ենք մենք իրոք դա կարևորել ու այդ իրականության մեջ ապրում ու վայելում այդ հրաշք կյանքը երկրի վրա։ Եվ Սուրբ Հոգու ուրեմն ցուցիչներն են սրանք, երբ մենք Սուրբ Հոգուն հաճելի եղածն ենք անում, որ ասում է Սուրբ Հոգուն հաճելի եղավ կամ աղեկ եղավ Սուրբ Հոգուն եւ մեզ, ուրեմն սրանք ցուցիչներն են։ Խաղաղությունը, ուրախությունը ներկա է թե չէ։ Եթե Սուրբ Հոգուն հաճելի մի բան ես արել, ուրեմն ուրախությունն ու խաղաղությունը պետք է ներկա լինեն քո սրտում։ Ուրախություն, խաղաղությունն ու ուրախությունը, սրանք ցուցիչներ են, որտեղ դու Աստծո արդարությամբ ես այդ բանն արել։ Սուրբ Հոգին երբեք Աստծո արդարությունից դուրս, ճշմարտությունից դուրս չի արել ոչինչ ու չի անում։ Սա պայմանն է մեր սրտերի մեջ շարունակական այդ խաղաղությունն ու ուրախությունը ունենալու։ Եվ դրա համար մենք ապրելով դեռ հենց երկրի վրա գտնվելով, ուզում եմ մոտենալ ավարտին իմ խոսքի։ Սիրելի եղբայր, սիրելի քույր, սիրելի հոգի, Աստված անսահման թանկին է վճարել, որ քո վրա կատարվի այս խոսքերը ավետարանում գրված։ Եվ եթե դու նախանձավոր չես, եթե ես նախանձավոր չեմ,
այդ չափի, այդ լրջությունը չեմ ուզում դրսևորեմ, որ Տեր ինձ ինչ որ ասենք Պողոս Առաքյալը, Պետրոս Առաքյալը, Հովանեսը, մյուսը քեզ ճաշակեցին, քո խոսքերի մեջ ապրեցին, իրենց վրա կատարվեց քո խոսքերը, իրենք ունեցան այդ մտերմությունը քո հոգու հետ, Սուրբ Հոգու հետ, ինձ ինչ։ Եթե այսօր ինձ տրված է այդ հնարավորությունը եւ ես դա այդպես չեմ կարևորել, ու այդ արդյունքները չեն գրանցվում իմ ընթացքների մեջ, իմ կյանքի մեջ, Տեր, ուր է այդ ուրախությունը, ուր է այդ խաղաղությունը, Տեր, ուր են այդ գործերը, Տեր, որ Սուրբ Հոգով դու խոստացել ես, որ պիտի հայտնի լինեն իմ մեջ, իմ միջոցով եւ եկեղեցու մեջ։ Բոլոր այդ խորհուրդները, որ արվում են մարդկորեն, բայց հաշվի չեն նստվում գլխի հետ, այդ գլխավորի, այդ տիրոջ հետ, ասում է արտերը հոգին է։ Ցավալի արդյունքներ են բերել միշտ։ Օրինակ, ասենք ես նստեմ մտածեմ, ասեմ, Տեր, ես ուզում եմ, ինչու՞ միայն ես, ասենք մի քանիսով կամ թեկուզ ամբողջ եկեղեցին այդպես խորհուրդ անի, ես օրինակ եմ ասում, որոշի ասի, սոս եղբայր, օրինակին վրա եմ բերում, կամ ինչ որ մեկին։ Մենք գտնում ենք, որ դու ասենք օրինակ ձեռք պիտի լինես Քրիստոսի մարմնի վրա։ Իսկ ամեն հավատացյալ Քրիստոսի մարմնի անդամն է։ Կամ ոտք պիտի լինես, կամ բերան պիտի լինես, կամ չգիտեմ ականջ պիտի լինես, կամ եղունգ պիտի լինես, եղունգն էլ է անդամ։ Բայց եթե Սուրբ Հոգու հետ խորհուրդ չեն արել, չէ, ասենք այդ խորհուրդը, եթե ես Սուրբ Հոգուց չեմ արել, ես ինչ իրավունքով, ինչ համարձակությունով եմ ես, օրինակ ձեռքի ֆունկցիան սկսում կատարել այդ մարմնի մեջ, կամ բերանի ֆունկցիան, կամ չգիտեմ մնացած անդամներից որևէ մեկի։ Դու ինքդ ես պատասխան, երբ որ կանգնենք Աստծո առաջ, Աստված չի ասելու քեզ ովքեր ինչ ասեցին որ անես, պիտի ասի դու ինչի այդ բանն արեցիր, դու ինձնից առել էիր դա։ Իմ հոգու հետ խորհրդի նստել էր դա, իմ հոգին քեզ տվել էր վկայություն, հաստատություն, որ այդ գործը ես եմ քեզ հանձնարարել եւ այդ տեղում ես եմ քեզ դրել։ Բոլորս ինձնից սկսած կանգնելու ենք Տիրոջ առաջ։ Եվ ավարտելով խոսքս ուզում եմ նորից այդ խոսքը կարդալով կամ կրկնելով Սուրբ Հոգուն եւ մեզ հաճելի եղավ։ Սա թող լինի մեր նշանաբանը։ Բոլոր մեր քայլերն անելուց առաջ, ծրագրեր, չգիտեմ, խորհուրդներ, ինչ որ բաներ մտածելուց առաջ, գործելուց առաջ, նստենք հաշվի նրա հետ եւ ասենք Տեր, սրա մեջ դու կաս, սա քեզանից է արդյոք, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։